Աստծուն փառք լինի, մեր Տիրոջը, մեր Տեր Հիսուս Քրիստոսին փառք։ Խոսքը, որ այսօր ուզում եմ ձեզ հետ կիսվել, վերնագրել եմ այսպես Քրիստոսի խաչի թշնամիները։ Երբ որ Տիրոջ խոսքին նայում ենք, Քրիստոսի խաչի գործը, ասես գլխավոր ու կենտրոնական տեղում է գտնվում, եւ առանց ոնց որ ասած այս գործի կամ խոսքի քարոզչությանը ավետարանը ավելի ճիշտ են ասում ընդհանուր Աստվածաշունչը զուր է դառնում, որտեղ Քրիստոսի խաչով է, որ Աստված մարդկության հետ որոշված բոլոր չարիքներից մարդկության համար եղած բոլոր չարիքներից ազատում է եւ իր հավիտենական ծրագրերի մեջ է մարդուն տանում հաստատում։ Եվ Պողոս առաքյալն էլ, որ քարոզում էր Քրիստոս, նա խոսում է հետևյալի մասին, որ մարդիկ շատ բան են ուզում լսեն, մարդիկ կան, ասում է հրյաները, օրինակ ուզում են հրաշքներ, նշաններ, զորություններ տեսնեն աստվածային, ասենց, ասում է հույներն էլ շատ տենց հետաքրքրված են նորություններով, իմաստություններով, բայց ասում է թեկուզ իրան կարող է գայթակղվեն, այսինքն իրանց սպասումի նման մենք չխոսենք, իրանք այդ են սպասում, բայց մենք քարոզում ենք, ասում է ինչ, խաչյալ Քրիստոս։ Եվ ասում է ինչու, որովհետև խաչյալ Քրիստոսն է, այդ թեման է, ոնց որ ասած, այդ լուրն է, այդ ավետիսն է, որ զորություն ունի մարդուն փրկելու հավիտենական կորուստից։ Ոչ նորությունները, ոչ մեծամեծ մարդկային կամ ինչ-որ տեսակ իմաստությունները, ոչ հրաշքները անգամ աստվածային լինին դրանք, ոչ զորությունները աստվածային լինեն, դրանք մարդուն չեն փրկում։ Փրկում է Քրիստոսի խաչի գործը, Քրիստոսն է փրկում իր խաչով։ Եվ այն լուրը, որ բարի լուր է կոչվում, հենց խաչի վկայությունն է, Քրիստոսի կատարած գործի վկայությունն է, եւ որ հավատա, ասում է, հենց էսի Աստծո զորությունն է ու Աստծո իմաստությունն է մարդկանց համար։ Այսինքն նրանք, ովքեր հավատում են Քրիստոսի խաչի գործին, նշանակում է նրանք դա ընդունում են մեծ իմաստություն, այնպիսի իմաստություն, որ իրանց կարա մեղքից ազատի երկինք հասցնի, այնպիսի զորություն, որ հնարավորություն է ստեղծում մարդը ազատվի այս չար աշխարհի ամեն sense ճնշումներից, առաջնորդություններից, sense գերություններից, խավարի իշխանությունից եւ լույսի մեջ, Աստծո հետ բաժնի մեջ տնի։ Սա այո Քրիստոսի խաչի, ինձ մի կարճ ամփոփ բանն է, գործի պտուղների մասին ես ասեցի, բայց Պողոս հենց այդպես էլ նկարագրում է, ու ինքը էս ասում, որ ես այլ բան չուզեցա ձեզ մեջ գիտենալ, խոսել, անել, եթե ոչ միայն Քրիստոսին ներկայացնել եւ այն էլ խաչվածին, այսինքն անպայման խաչյալ Քրիստոս։ Նա, որ մեզ համար մեռավ, մեր մեղքերի համար եւ հարություն առավ մեզ արդարացնելու համար։ Սա այո գլխավոր առանցքային կենտրոնական թեման է Աստծո բոլոր վկայությունների մեջ։ Եվ Սուրբ Գիրքն էլ ասում է, եթե Աստված վկայություն է տալիս, ապա նրա վկայությունը իր որդու մասին է, Հիսուսի մասին է, որ եկավ աշխարհ եւ մարդկության համար խաչը բարձրացավ, մարդկության մեղքերի պատիժը կրեց եւ հարություն առավ եւ համբարձվեց երկինք եւ հորացում նա եւ պիտի գա։ Եվ այսպես ասում, որ այո, Աստված վկայություն է տալիս իր որդու մասին։ Եվ ամենածանր մեղքերից մեկը սա է համարվում մարդկության համար, որ նրանք Աստծո վկայությանը, հոր վկայությանը չեն հավատում։ Շատ հաճախ մարդկանց վկայությանը հավատում են, որ մարդը մի բան է պատմում։ Հավատում են, բայց Աստված է որ պատմողը, ներկայացնողը, որ Աստված է, երկինք ստեղծող անսութն Աստված է։ Նրա վկայությանը չեն հավատում։ Եվ սա մեծ ծանր մեղք է, եւ Սուրբ Հոգին որ գա երկրի վրա պիտի դրա համար հանդիմանի մարդկանց։ Այսպես է։ Եվ իրականության մեջ տեսնում ենք, այո, Տիրոջ մոտ որքան ոնց որ կարևորված է, բարձրացված այս թեման, Քրիստոսի խաչի գործի թեման։ Եվ հավիտյան սա հիշվելու է, հավիտյան, երկինք էլ կմտնեն, մարդիկ, հավիտյան էլ կապրեն, բայց հավիտյան հիշվելու է այս թեման։ Էլ մեղք էլ չի լինելու, մեղքը ընդհանրապես քոքից կտրվելու է, ոչ մի ոնց որ ասած չարություն չի լինելու, ամբողջությամբ բժշկված է լինելու, նոր երկինք եւ մարդիկ ապրելու են խաղաղության, օրհնության, երջանիկ, բավարարված Աստծո ներկայության մեջ,
բայց միևնույն է խաչի թեման հիշվելու է լայնացիկ։ Հիշատակվելու է որպես հաղթության փառքի եւ այսինքն այդ պահին էլ որ ոնց որ հավիտենության մեջ այդ վարքյանն էլ որ ապրում են, պիտի հիշեն որ Քրիստոսի խաչի շնորհով են, որ այս վարքյանը վայելում են, այս կյանքը ունեն, այս պահը ունեն, այս դերքի ունեն, այս տեղում են, այս հաղթության մեջ են, այսպես է։ Եվ իհարկե, ասենք ասեմ, չարագործությունը ու մեծ չարիքա նրանց գործը, ովքեր որևէ կերպ Քրիստոսի խաչին հակառակվողներ կդառնան եւ թշնամություն կանեն։ Ու առավել եւս մեծ չարագործությունը իրոք ասենք ասած հանցանք է, երբ որ անողը նա է, ով որ համարվում է հավատացյալ։ Իր անունը իր վրա Քրիստոսի անունն է կրում։ Եվ այդ կրելու մի բանորով կրելով էլ դա այնպիսի ոնց որ ասած դիրք ընդունե, այնպիսի գործերի մեջ է գնում, որ իր գործով ինքը թշնամություն է անում Քրիստոսի խաչին։ Անարգում է Քրիստոսի խաչը։ Անկամ Պողոս առաքյալը տեղ կասում է, ես որ խաչի խոսքը խոսում եմ, Քրիստոսի խաչի մասին պատմեմ, ասում եմ մարդկային իմաստությունով չեմ ուզում նենց գեղեցիկ, շատ նենց ճարտար, իմաստուն ձևով ինչ-որ մի խոսք խոսեմ, որ ասում է Քրիստոսի խաչը չունայնանա։ Այլ ոնց որ ասած Աստծո հոգով առաջնորդված Աստված առաջնորդ։ Եվ ես կուզեմ հիշեցնեմ այդ օրինակի համար այդ միտքը, որ Սուրբ գրքում ներկայացված է ոմանց համար, որ սրանք ասում է Պողոսը, ասում է սրանց համար լացով եմ ասում, սրանք էլ են գնում ասում, այսինքն գնում նկատի ունի այս ճանապարհի մեջ են, իրանք ցույց են տալիս, որ հավատացյալ են, Քրիստոսին են եկել, այս ճանապարհի մեջ են, բայց ասում եմ հիմա էլ եմ ասում, լացելով եմ ասում սրանց համար։ Եվ ոչ միայն նրա համար, որ սրանք կորուստ կգնան, այլ նաև նրա համար, որ սրանց գործը մեծ գայթակղություն է տալիս եւ թշնամություն է դառնում Քրիստոսի խաչի հանդեպ։ Նրանք դառնում են Քրիստոսի խաչի թշնամներ։ Կուզեմ կարդամ Փիլիպպեցիս 3-րդ գլուխ 18-րդ խոսքը եւ 19 խոսքը։ Հետո կվերադառնամ, կտեսնեմ ինչ էր Պողոսը խոսում, ինչու էսպիսի եզրահանգում արեց։ Վասնզի շատերն են գնում, որոնց համար շատ անգամ ասում էի ձեզ եւ հիմա էլ լալով ասում եմ, որ Քրիստոսի խաչի թշնամիներն են, որոնց վերջը կորուստ է, որոնց Աստվածը իրանց որովայն է եւ փառքը իրենց ամոթն է, որոնք երկրավոր բաներ են մտածում։ Այստեղ ներկայացրեց դրանք ովքեր են։ Մարդիկ, ասում եմ, որոնք ասենց երկրավոր բաների վրա են իրանց ուշք ու միտքը, իրենց ուտելը, իրենց խմելը, իրենց մանգալը, իրենց ապրելը, իրենց անձի համար, ասենց ասած հանգիստ ու լավ կյանքը, այս է իրանց նպատակը։ Խոսում է այսպես, որոնց Աստված իրենց որովայնն է, փորի համար են ապրում։ Այսինքն, բայց այս մարդիկը նենց սովորական աշխարհի մարդի մասին չի ասում։ Սովորական աշխարհի մարդի հետ կապված չէ խոսում։ Խոսում է հոգևոր քրիստոնյա մարդու մասին։ Նրանք գնում են ու նրանց համար ասել էի, հիմա նորից լացով ասում եմ։ Չեն փոխվում, նույնն է։ Իրենց փառք, իրենց ամոթն է, երկրավոր բաներ են մտածում։ Իրենց բոլոր խորհուրդները, իրենց բոլոր ցանկությունները, իրենց բոլոր նպատակները երկրի հետ է կապված։ Այս աշխարհի, այս կյանքի, այս ունեցվածքի, իրենց ուտելը, խմելը եւ այլը։ Սրանք խաչի թշնամիներ են, սրանց անվանում է խաչի թշնամիներ։ Իսկ մինչ այդ Պողոսը ինչ է խոսում, որ ասած ասած բան է ստեղծում, տարբերությունն է ցույց տալիս, կարելի ասել։ Ես կարդացի Փիլիպպեցիս թղթից 18-րդ համարից կարդացի 3-րդ գլխի։ Հիմա մի քիչ հետ գանք 5-րդ խոսքից ինչ է, իր մասին է նախ վկայում Պողոսը, ասում է 8 օրվա թլպատված եմ Իսրայելի ազգից, Բենյամինի ցեղից, իր մասին խոսում է իր ոնց որ ասած ձեռքբերումների կամ բաների մասին, որ աշխարհի մեջ դա համարվում էր այդ ազգի մեջ մեծ բաներ համարվում։ Եվ հետո Բենյամինի ցեղից, եբրայցիներից, օրենքի կողմանից փարիսեցի, ջերմերանության կողմանից հալածող էի եկեղեցուն, օրենքի արդարությանը մտիկ տալով անարատ էի։
բայց ինչ բան, որ ինձ շահ էր, այդ վնաս համարեցի Քրիստոսի համար։ Եվ հենց ամեն բան էլ վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսի գերազանց գիտության համար, որի պատճառով ամեն բանից զրկվեցա եւ աղբ եմ համարում, որ Քրիստոսին շահեմ եւ նրանում գտնվեմ եւ ոչ թե իմ զորություն ունենամ, որ արդարությունն եմ, որ օրենքիցն է, այլ այն, որ Քրիստոսի հավատքիցն է, այն արդարությունը, որ Աստվածանից է հավատքով, որ ճանաչեմ նրան, նրա հարության զորությունը եւ նրա չարչարանքներին մասնակից լինելը, նրա մահվան կերպանակից լինելով, որպիսի մեռելների հարությանը հասնեմ։ Լսեք ինչ խո ներկայացրեց։ Շատ բաներ կար, որ ոնց որ ասած համարվում էր այդ ժողովրդի մեջ, ազգի մեջ ձեռք բերում, հաջողություն, եւ ասում եմ ես հասել էի դրան, շատ բաներ ձենց ունեի էլ, բայց ինչ է ասում։ Ասում եմ այս ամեն ինչը վնաս համարեցի։ Ինչ որ ինձ շահ էր, էդի երևում, աշխարհի մեջ շահ էր։ Փառ, պատիվ, դիրք, իշխանություն, մեծարանք եւ ունեցվածք, բայց ասում եմ, ասենց այս ամեն ինչը ես Քրիստոսի հետ կապված, որ համարեցի վնաս, համարեցի անգամ աղբ, այտենց ասում, հոժարական դրանցից հրաժարվեցի, որ ոնց որ ասած իմ նպատակը, ծրագիրը, կյանքը հենց այդ չլինի, դրանով ապրեմ։ Այլ ինչի համար, որպեսզի Տեր Հիսուսի ասում է գերազանց ներկայացրեց, նորից չկրկնեմ, Քրիստոսի հետ կապված, որ այն ինչ որ Քրիստոսից է, դա ունենամ, դա ձեռք բերեմ, դրան հասնեմ, դրա մեջ առաջադիմեմ, հավատքից եղած արդարություն, Քրիստոսի գիտության ճանաչողություն, հարությանը հասնեմ, նրա հետ մահվան մեջ կերպանակից լինելով հարությանը հասնեմ եւ այլ բաներ կար, որ արդարությանը Աստծո որ հավատքից կա դրանց հասնեմ եւ ասում եմ այսինքն իմ նպատակները փոխվեց ես հիմա ուրիշ նպատակով եմ ապրում իմ համար գլխավորը կարևորը երկնայինն են աստվածայինն են երկրի վրա եղածը չի անգամ եղածները էլ ես ոնց որ ասած չպահպանեցի որ օրինակի համար ձգտեմ, դե ձեռք եմ բերել, չկորցնեմ, չէ։ Եթե մի բան որ խանգարում է այդ ճանապարհին, երկնային կոչումին, Քրիստոսից եկած բաներին հասնելու, ունենալու, ձեռք բերելու, ես այդ բաներն էլ մի կողմ եմ դնում, որտեղ ինչ տեղեր կա, որ ասում է երկու տիրոջը չես կարա ծառայես։ Դու չես կարա համ նրա այդ ձգտման մեջ, այդ նպատակի մեջն էլ երկրավոր բաների մեջ համել երկնային, այդպես բան չկա։ Եթե մեկին պատվես, մյուսին ինչ կանես կանարգես, չես կարող Աստծուն ու մամոնային ծառայել, չես կարող ունեցվածքին ծառայել ու միաժամանակ էլ Աստծո ծառա լինել։ Հենց սկսիր ունեցվածքին ծառայել, նրա համար ապրել, նրան գերակա քո շահն ու բարձր նպատակը Աստված նսեմանում է, ցածրանում է, դու իր ծառան չես։ Դու ուրիշ շարժառիթներով ես ապրում, դու ուրիշ նպատակներով ես քո քայլերը գցում, քո գործողությունները իրականացնում, քո ժամանակը տրամադրում, մամոնային, նայա քո Տերը դառել։ Նա քեզ առաջնորդում նրա պատճառով։ Եվ շարունակության մեջ ասում է, չեմ ասում, որ արդեն հասել եմ, նայեք ինչ ասում, խոսում եմ 13-ում ասում է, եղբայր, ես իմ անձս չեմ համարում, որ հասած լինեմ։ Այնպես չի, որ այն ինչ որ դրել է Աստված երկնային նպատակ ինձ համար, որ Քրիստոսով կարող եմ հասնել, արդեն հասել եմ, չէ։ Բայց մեկ բան կա, հետևի բաները մոռանալով դեպի առաջ լինողներն եմ նկրտում, հետևում եմ դեպի նպատակ, Աստծո վերին կոչումի մրցանակին Քրիստոս Հիսուսումը։ Ուրեմն սա Աստծո վերին նպատակ, մրցանակ, այսինքն երկնային մրցանակ։ Կա մրցանակ, որ Աստված պիտի տա երկնքում։ Եվ դրանք ձեռք են բերում նրանք, ովքեր Քրիստոսով են ոնց որ ասած ապրում եւ այդ ձգտման այդ նպատակի մեջ են ասում այդ վերին կոչում կա վերին նպատակ կա բառավոր բարձր բան կա Աստծուց որ ես հենց դրան եմ ձգտում Քրիստոսից բռնված եմ ասում որ Տերը ինձ տանի առաջնորդի աճեցնի զորացնի եւ նպատակը էս է ոչ թե երկրի վրա եղած բաները եւ հենց դրանից հետո անմիջապես այդ է որ ես կարդացի դա է ասում 17-ում ասում է ինձ նմանող եղբայր եւ նայեցեք այն կերպով գնացողներին ինչպես մեզ օրինակ ունեք վասնզի շատերն են գնում այսինքն ինձ մեզ նմանեք ինձ նմանվեք ու ուրիշ նրանք ովքեր այդ ձև ոնց որ նկարագրեցի
այդ ոնց որ ասած իրանց ուշք ու միտքը վերին կոչումն է, Աստծո մրցանակն է, Աստծո ձեռքից օրհնություն վարձք վերցնելը, հավիտենական կյանքն է, եկողն է, գալիքն է, երկնայինն է, ոչ թե երկրավորը։ Ես այտենց եմ ու ձգտում եմ, չեմ ասում հասել եմ, բայց իմ ուշք ու միտքը այդ է։ Եվ ինչ որ պետք է դրան հակառակը թողնում եմ, հրաժարվում եմ, աղբ եմ համարում։ Բայց այդտեղ ասում եմ, մենակ ես չէ, շատերը կան այտենց են գնում, հենց այդպես ուղիղ են։ Ասում եմ, ինձ նմանվենք եւ նրանք նմանվեք։ Բայց հետո ասում եմ, հանկարծ չնմանվեք սրանց։ Այսինքն, դա ցեց է, դա ասենց ասած այդ սխալ գնացողների գործը արածը մի հատ թթխմոր է, որ կարա միտեղ դրվի ու մնացածները նույն ձևի դառնան։ Ես նկատել եմ այդպես բան։ Անկամ հոգևորների մեջ նկատել եմ բաներ, որ մեկ էլ տեսնում ես, մեկ ինչ որ մի բանի մեջ sense ձգտում է, առաջա գնում, երկրավոր բանի մեջ։ Ամես մյուսները ոնց որ sense ինձ թվում է այս միտք ունեն, թե որ ինքը ձգտում է, ես էլ կարամ էլի դրա մեջ ձգտեմ, գնամ, առաջ գնամ։ Մեկ էլ նայում ես ուշքում միտքը դարձել է այդ։ Որովհետև այնի տենց է։ Հաջողություն ունի, առաջա գնաց է, իր երկրավոր հարցերի մեջ ինչ որ առաջընթաց հաջողություն ունի, ինքն էլ է ուզում այտենց։ Նվիրվում է, մեկ էլ նայում ես, ժամանակը, կյանքը կարելի ասել դնում է դրա վրա։ Շեղվեց երկնային նպատակից։ Մենք ասենց ասած երկնային ծրագրով, նպատակակետով դեպի երկին գնացող այսպես ճանապարհորդներ ենք, այսպես ասեմ։ Եվ շարունակության մեջ ասեց, որ հանկարծ սրանց չնմանվեք, որոնք Քրիստոսի խաչի թշնամիներ են, որոնց վերջը պարզ ասում է ինչա, կորուստ է։ Եվ մեր համար նորից վերադառնում է Տիրոջ ժողովրդի համար, որ ուղիղ են Աստծո նպատակների մեջ, ասում է, բայց մեր քաղաքականությունը երկնքումն է, որ այնտեղից սպասում ենք փրկիչ մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ կնորոգի մեր խոնար մարմինը իր փառավոր մարմին կերպարնակից լինելու այն զորությունով, որ կարող է ամեն բան նազանդեցնել։ Շայություն դարձրեցիք։ Մեր քաղաքականությունը, մենք երկնային քաղաքացիներ ենք։ Նրա քաղաքականությամբ պիտի ապրենք։ Ոնց ասած, նրա շահերի, նրա օրենքների, նրա կամքի, երկնավոր հավիտենական բաների հետ կապված պիտի լինի մեր կյանքը դրվի, որ հասնենք այդ վերին մրցանակին Քրիստոս Հիսուսումը։ Մենք այդպիսին ենք, որտեղից Քրիստոս պիտի գա։ Նրանք, ովքեր որ այդպես չեն ապրում, բայց քրիստոնյա են ներկայանում հավատացյալ, նրանք համար ոչ միայն էսա, որ նրանց վերջը կորուստ կլինի, որտեղ իրենց նպատակը երկինքը չի, երկինք չեն մտնի։ Իրենց սրտերը երկրի վրա են, իրենց գանձերը երկրի հետ է կապված, երկրում էլ կմնան։ Ասենց ասած, բաժին չեն ունենա։ Նրանց համար ասում է, որ սրանք Քրիստոսի խաչի թշնամիներ են։ Այսինքն ինչով են նրանք թշնամի դարել Քրիստոսի խաչին, նախ առաջերտին է սենց ստալն, որ եկել են, իմացել են, բացահայտվել է իրանց երկնային օրհնությունների մասին, հավիտենական կյանքի մասին, ապագայում սպասվող այդ կյանքի, նրա այնտեղ եղած մեծ բարիքների օրհնությունների մասին, բայց նրանք ավելի գերադասում են, առաջնային են դնում այս երկրավոր բաները, իրենց համար գանձը, հարստությունը մեծը, քան երկնային է։ Այսինքն այն ինչ որ Քրիստոսը իր խաչի գործով հնարավորություն ստեղծեց, իրականություն դարձրեց, որ մարդը հավիտենական կյանքը ժառանգի, իրանք հավիտենական կյանքով հետաքրքրված չեն, թեկուզ ասում են քրիստոնյա ենք։ Նրանց համար այդ մեծ արժեք չունի, մրցանակ չի, վերին մի նպատակակետ չի, որ ձգտեն հասնեն, չէ, ձգտում են երկրի վրա եղած բաները։ Իսկ դրանով ցույց են տալու, որ դրանք էսի ավելի արժեքարու է, քան էնի։ Կամ մեկ այլ բան, որ ասենք ուշադրություն, եւ անգամ գիտեք ոնց է, տեսնում ենք մարդիկ ոչ թե մենակ մի հոգի հոգի, հասկանում ես, որ չարի ծառաները այդտեղ լուրջ գործ են կատարել այդ ժողովրդի մեջ, որ կոչվում են Աստծո ժողովուրդ, քրիստոնյաներ, բայց տեսնում ես իրանք ինչ են անում։ Էնպես է, ոնց որ ասած մշակված գործ արված այդ միջավայրում, այդ ժողովրդում, որ այդ ժողովրդի համար, այսպես ասեմ, կարծես թե էսա դարել,
այս երկրավոր կյանքի հաջողություններ ունենանք, հասնենք մեծ բաների երկրավոր կյանքում, օգտագործելով Աստծուն, օգտագործելով Քրիստոսին։ Այսինքն Քրիստոսի խաչից թշնամիներ են, սրանք ցույց են տալը, որ այս կյանքը այնքան կարևոր է, մեծ է, բարձր է, որ դրա համար անգամ արժի Քրիստոսի խաչը, Քրիստոսին օգտագործել, որ սրան հասնենք։ Հանարգում են Տիրոջը, Տիրոջ խաչի գործը, որ Տերը չեկա, որ մեռավ ու հարություն առավ, որ մեզ այս երկրի մեջ բաժին տա ու այսպես ասած, այս երկրավոր կյանքը մեզ համար հաջողությամբ պսակի, հիվանդեմ բժշկի, աղքատեմ հարստացնի եւ այլ եւ այլ։ Չէ, ինքը իր գլխավոր նպատակը մեզ հակառակ մեղքից ազատելով երկինք տանելն է, հոգևոր հավիտենական արժեքներ մեզ համար տալը, որ անեղծանելի է, անթառամ է, հավիտենական է, չանցնողը։ Եվ կա օրինակի համար բարգավաճման ավետարան։ Սուրբ Գրքում որ ման գաս, այտենց բառակապակցություն չկա, այտենց ավետարան չի թվարկված։ Ավետարանը անուններ ունի, խաղաղության ավետարան, չէ, փրկության ավետարան եւ այլը, կարող ենք մի քանի հատ նշենք շատ, բայց բարգավաճման ավետարան դες բան գոյություն չունի։ Բայց իրանք ստեղծել են իրենց համար, այսինքն նոր ավետարան է, որ Սուրբ Պողոսն ասում անիծյալ լինեն, սրանք անեցք են բերում այդ ժողովրդի վրա, հենց այդ նոր ավետարանը քարոզելով։ Ըստ իրանց այդ ավետարանը էսա, որ ասենց ասած Քրիստոսը պիտի օգտագործվի քո համար, որպեսզի դու բարգավաճես այս աշխարհի մեջ, հաջողություններ ձեռք բերես, հարստանաս, ունեցվածք ունենաս։ Անկամ այդ տիպի մարդկանց հետ խոսել ենք, մարդիկ ասում են, կարծես թե իբր թե դրանով Քրիստոսի խաչն է, էլի բարձրանում։ Ասում են, խի անհավատները բանան են, ասեն, այս հավատացյալները քշված են, օրինակ մարդիկ կան, ասում են, այսինքն այդ մարդիկ էլ ասեմ, նրանք են, ովքեր այդ փող հավաքողներն են, այդ փողի աղբյուրի վրա նստած են, այդ ժողովրդից։ Փող ունեն, շաբաթական այսքան անգամ ռեստորանում ենք հացում ընտանիքով։ Խի անհավատներն ասեն, սրանք ոնց որ ասած ով են, հետ մնացող են։ Իսկ այս աշխարհի մեջի չափանիշներով են բանանում, համեմատնում, ձգտումների մեջ են եւ իբր թե այդ ճանապարհով փառավորում են Քրիստոսի, որ տեսեք Քրիստոսը մեզանից հարստացել, որ կարանք հարստացրել, որ մենք կարանք ոտք գցենք այս աշխարհի մարդկանց հետ, ուտենք, խմենք իրանց նման ռեստորաններում լինենք եւ այլն։ Իրանց իբր թե փառավորում են Հիսուսին, բայց իրանք Սուրբ Գիրքը ասում է սենսներին, որոնց բանը Աստված իրանց որովայնն է, որոնք երկրավոր բաներ են մտածում։ Իրանց ծրագրերը, խորհուրդները լրիվ հենց երկրավոր են, ասում է սենսները Քրիստոսի խաչի թշնամիներ են։ Ինչով է տարբերվում դուք անհավատից դառնալիս։ Քո նպատակները, ծրագրերը։ Դրա համար երբ որ հարց կառաջանա զրկվելու քո երկրավոր բաներից չես օժարվելու։ Պատահական չի, որ մարդիկ ժամանակին, երբ որ լավ բացատրվեց, հասկացվեց են համարակալման հետ կապված հարցերը, որ էսի այդ համակարգի հետ ես դու համաձայնություն տալիս, հոժարվում, որը նպատակը դրել ստրկացնի եւ ասենց ասած ի վերջո մարդկանց խոնարհեցնի չարի առաջին նրան երկրպագելու ծրագիրն է իրականացնում, բայց մարդիկ էս են ասում, բա ոնց կլինի։ Մեր էս ոնց որ ասած նպատակները, որ երկրի վրա բարգավաճենք, բայց ոնց կլինի, թողնենք եւ չհամաձայնվեցին։ Իհարկե սուտ բաներով իրանց մխիթարելով, սուտ հիմնավորումներ տալով, բայց չեն խափի Աստծուն։ Բայց հիմա հարցը էսա, գուցե մեզանի շատեր սրա նրա մասն ենք խոսում, բայց մեր ցավն ու դառը մեր խոսալը նաև առաջերտին մեր համար է։ Մենք ինչ նպատակներով ենք գալիս հավաքույթ, Քրիստոսի ճանապարհը բռնե, որ լավ ապրենք այս երկրի վրա, հա, հաջողություններ ունենանք։ Աստված էս բանում, այն բանում օգնի, սա է միայն։ Պողոս առաքյալը առաջ Կորինթացիս 15:19-ում ասում է, եթե Քրիստոսին մենակ այս կյանքի համար ենք հուսացած, դրա համար ենք ընդունել, որ այս կյանքում մեզի օրհնի, զորաս բարգավաճել տա, ասենց ասած, հաջողություններ տա։ Այս երկրավոր նպատակներին ծառայեցնեք Քրիստոսին, որ քեզ հաջողի, ուրեմն ամեն մարդուց ինչ եք ողորմելի եք ասում։ Ողորմելի ենք։ Մարդ կար, ասենք եղբայրներից վկայություններ տվել, ստեղից էլ է կարծեմ ասել մեր եղբայրը, որ ժամանակ ա եղել շատ նեղությունների մեջ, տարիներով նեղությունով ապրել, որ ոնց որ ասած են
հացն էլ որ սովորական ցամաք հացն էլ անգամ դժվար է եղել։ Եվ իր մտքով էս ասեն, միթե ասենք այսին կյանքին նայելով պետք է մարդիկ ասենք Քրիստոսին գան։ Միթե էսի ինձ գայթակղություն չի լինի, որ մտածեն էսա, դե որ Աստված կա խի է ինքը այս վիճակի մեջ, խի ասենց ապրում։ Ահա, այդ դրա վրա մտածում եմ, այդ իրիկը մի ընտանիք եկա մեր տուն, ասեց գիտեք, դες նայում եմ, որ այս նեղությունները, որ համբերում եք, քաշում եք, ասենք ուրիշ ձեռքդ ուրիշ ճանապարհների չես գցում, որ այս հարցերը անիրավությունով լուծես, այս ցույց է տալիս, որ Աստված կա, որ մս այդ ոնց որ ասած երկնային բաները կան, դուք էլ համբերում եք, որ դրան հասնեք, կարելի է ասենց ասել։ Ասում եմ իմ մտածածին հակառակ։ Այսինքն իրանց իր նեղություն քաշելը, համբերելը, որ ասենք ցույց է տալիս այդ համբերելը ցույց է տան, որ դու մի բարձր նպատակ ունես, որ հանուն դրա դու պատրաստ ես անգամ այս երկրի վրա զրկված լինես, նեղությունով ապրես։ Դա հասկացել են մարդիկ։ Այդ իրանց վկայությունները, որ եթե Աստված չլինի, այդ բարձր բանը չլինի, այդ կարևոր բանը չլինի, հանուն ինչի է այս մարդը սենց վարում։ Ու տենց նաև շատերը խոսացին, երբ որ ժամանակին մեծ դժվարություն եղավ եկեղեցում, շատերը աշխատանքից զրկվեցին, շատերը, ասենք, թոշակ չեն ստանում, իրաց նյութական միջոցները հազիվ էին հայթայթում, ու մարդիկ այն են ասում, անգամ իրաց բառերը, մալադես ձեզ, ոչ թե որ սենց համբերում եք բան, ուղղակի ոնց որ ասած նպատակ երևում է, որ այդ նպատակը որ դրել եք իրականա ձեր համար, ձևական չի։ Ասեք այդպես բան կա ու սենց երկրի վրա ձեր բաները փնտրեք, երբ որ հանկարծ այդ երկրավոր բաներից է զրկվել եք, սենց ամեն ձևով, ամեն գնով պահեք, որ հանկարծ չզրկվեք, հոժարվեք, որ չզրկվեք։ Ըստ Տերը օրհնի մեզ, ժողովուրդ ջան։ Սուրբ Գիրքը ներկայացնում է, որ այո, հենց մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրինակը այդպիսին է, երկրի վրա ապրեց, իր ամբողջ ուշքի միտքը Աստված էր, Աստծո կամքը էլի վերին նպատակ ոնց որ ասած։ Ասած մի նպատակով եմ եկել, որ սիրտս վառվում է, ասում է։ Ասած շտապում եմ, որպեսզի իրականացնեմ այդ։ Ու այդ ոնց որ ասած ձգտումով նպատակասլաց գնում էր դեպի Աստծո կամքի կատարումը։ Աշակերտները ասեցին, Տեր, ահա ամեն բան թողեցինք, չէ առաքյալները, քեզ հետևեցինք։ Իրականություն էր դա։ Ցույց է տալիս, որ այն ինչի համար նրանք հետևում էին Տիրոջը, ընդունել էին, ասենց ասած, ինչ որ կար իրանց առջև դրված, որ իրանց խոստացվել էր ձգտումը, մեծ է, բարձր է, քան այն ինչ որ իրանք ունեին երկրի վրա։ Իրանց միտքը խորտը երկրավոր չի, իրանց քաղաքացիությունը իրոք երկնքից էր։ Իրանք երկնքի քաղաքացիներ են իրանց տեսնում, երկնային բաների մեջ էին ձգտումը, որ այդ ունենան, այդ ձեռք բերեն, երկրի վրա ինչ տվեց, Աստված տվեց։ Մարդիկան նես չի, որ եթե ասում ենք երկնային, երկրի վրա ոչինչ չեն ունենա։ Մարդիկան Աստծո մարդիկ Աբրահամը ժամանակի իր շրջապատի միջի ամենահարուստ մարդն էր։ Հոբը ամենահարուստ մարդկանցից էր, Աբրահամյան Հոբը, Իսահակը եւ այլը։ Աստված օրհնել էր իրանց, բայց որ իրանց նայում ես, իրանց նպատակը էս չի, բես շատացնեմ, հարստանամ, սենց չի, իրանց նպատակը Աստծուն նազանդվել էր, Աստված էլ տվել էր։ Իրանք էլ չէին գլուխները կորցրել դրանից։ Տեղեր գալում ասում է, բան էլա վեճ եղավ Աբրահամի ու Հովտի հովիվների միջև։ Լավ արոտավայրերի համար վեճ եղավ։ Հա։ Ասում Աբրահամը ասաց Հովտին դու ընտրի, որտեղ ընտրեցիր, ասենք ընտրեցի, ես գիտի, Հովտը վատ տեղ չի ընտրի, լավ տեղ կընտրի իր հոտերի համար։ Դու ընտրեցիր աջ գնալը, ես գնալ եմ ձախ։ Մենակ կռիվ չլինի մեր մեջ։ Մենակ մենք Աստծո կամքը լինենք, մենակ մենք Աստծուն նազանդ լինենք։ Հովտը ասում է, ընտրեց Սոդոմ Գոմորի կողմերը, որ ընդ Աստված ասած ասած օրհնել էր կանաչը, խոտը, բանը այդ փարթամ էր էլ այդ անասնապահության համար։ Աբրահամը գնաց այն մյուս կողմը։ Բայց արդյունքում Հովտը ամեն ինչ կորցրեց։ Ասած մենք ինքը իր անձը մենակ փրկեց, իսկ ընտանիքն էլ նորմալ չփրկվեց, ասած կինը բարելա։ Բայց Աբրահամը տենց չի, օրհնվեց, էլ ավելի օրհնվեց, էլ ավելի մեծացավ։ Աստված նրան մեծացրեց։ Բայց it's sense չէ, որ բոլորս Աբրահամներ պետք է լինենք այդ կողմից այն առումով, որ բանը ունեցվածքով էլի, բանով, չէ, ինչ որ Տերը տվեց։ Մի լավ աղոթ կա Սուրբ Գրքում, ասում է Տեր, քո որոշած հացով ինձ կերակրի։ Շատ քիչ դու գիտես։ Ես հոժար եմ, որտեղ մենք ասած
հենց Աբրահամի Սարայի համար ասում է, իրանք օտար ու պանդուխտ էին, Իսահակի Հակոբի համար ասում է, Եբրայեցիս 11-րդ գլուխը, իրանք այս երկրի վրա օտար ու պանդուխտ են իրանց տեսնում։ Իրանք ոնց ասած ողջունում էին, հերվանց բարևում են, այն ինչ որ իրանք սպասում էր, ասում է, աշկը գցել են այդ հատուցմանը, այն քաղաքին, որի ճարտարապետն ու շինարարը Աստվածը, այդտեղ բնակվեն, այդտեղ տեղ ունենան, այդտեղ ապրեն, ոչ թե երկրի վրա, թեկուզ շատ բաներ ունեին, բայց իրանց նպատակը երկինքն էր։ Իրանք երկինքի ճանապարհորդներ էին։ Ստու տնդեղ են եթում, ընդու տնդեղ են եթում, բայց իրանց ճանապարհը երկինք էր։ Եվ ասում է այդ Եբրայեցիս 11-րդ գլխում երբ որ խոսում է դրա մասին, Աստված էլ ամոթ չի համարում նրանց Աստվածը կոչվելու։ Ամոթ չի համարում, որ իրեն համար ասի, ես իրանց Աստվածն եմ, իրոք իրանք իմն են։ Բայց Պողոսը սրանց համար ասում է ամոթ է, սրանց անգամ հավատացյալ կոչել։ Սրանց որովայն իրանց Աստվածն է, ոչ թե ճշմարիտ Աստվածը։ Երկրավոր բաներ են մտածում։ Որոնց Տերը օրհնի մեզ, Ժորժ ջան, Քրիստոսի խաչի թշնամիներ։ Այսինքն իրանք այս վարմունքով ցույց են տալիս այսպիսիները, որ ասենք ասած Քրիստոսի խաչը դատարկ մի բան է, մարդ չի փոխում, նպատակ չի փոխում։ Ինչ նոր մարդ, նույն հավիտենական կյանք, մենակ խոսք է լոկ։ Այդտենց եղել է, մարդը եղել, օրինակ հենց հավաքույթների չի եկել, հետո հետաքրքրում ենք խիչ ես գալիս, դա ասում եմ ես որ եկել եմ իմ ընկերուհու վկայությունով եմ եկել, որ սենց որ երկնային այդ բաների մասնախոսեն նպատակներին, ասել համաձայնվել եմ ոնց որ, բայց հետո տեսել եմ, երբ որ հարց է առաջանում այդ նույն իմ ընկերուհիս, շայի հարց, երկրավոր ինչ-որ բանի հարց, Աստծո խոսքը սենց զանց առում, տրորում ես, մենակ թե այդ բանին հասնի։ Ես էլ հասկանում եմ, ինչ իմաստ ունի։ Դատարկ խոսքեր են, սուտ բաներ են։ Տենց է մտածում, գայթակղվել է համը, չեմ ասում ճիշտ է մտածում։ Բայց պատճառ է դարել, որ Քրիստոսի խաչը անարգվի։ Ցույց է տան, որ Քրիստոս այսպիսի մարդիկ, ոնց որ ասած, խոսում են, բայց իրականության մեջ չեն էլ գնահատում։ Խոսք է միան դուրս գալիս, այդպես են ասում։ Եթե տենց էդի ճիշտ է, եթե իրոք այդքան թանկ է, բախի է սենց վարվում։ Իրա խոսալ ուրիշ բան, ստալամ կյանքը ուրիշ բան։ Քրիստոսի խաչի թշնամիներն են, սրանք անարգում են Քրիստոսի խաչը։ Թշնամություն են անում։ Աստված օրհնի մեզ։ Ես կուզեմ, որպեսզի աղոթք անենք, շատ Աստծո մարդիկ կան, որ Քրիստոսին փառավորող մարդիկ են։ Ցույց են տալում, որ այն երկնայինը, այն նպատակը, որ Աստված է իրանց համար խոստացե, իրանց առաջ նպատակա դրե, որ մենք հասնեն, դի շատ բարձր է, այնքան մեծ է, թանկ է, որ անգամ, օրինակ Մովսես ասում է, Փարավոնի աղջկա ժառանգորդներ, այդ գանձերը ոչինչ համարեց, մերժեց մենակ թե աշկը տնկած ասում է վարսկի հատուսմանն էր սպասում, որ Աստված իրան վարձատրի, ոչ թե աշխարհում բան ունի։ Նպատակը ծրագիրը հետ էր։ Վերին կոչում, վերին մրցանակ, Աստծուց տրվելիք, Քրիստոսի գալուստով։ Պողոս ասում է, եթե դուք մեռակ ես աշխարհի համար Քրիստոսով, հել ինչ եք ես աշխարհի մեջ ապրո, sense կենթանի լողների մեջ ապրում, որ էս էնի ոնց որ աշխարհի մարդիկ։ Մեր կյանքը պահված է Քրիստոսի հետ, երբ որ մեր Քրիստոս կյանքը կհայտնվի, այն ժամանակ էլ մենք կհայտնվենք փառքով, այսինքն այն ժամանակ երևա թե Աստված այն ինչ որ որոշել էր տալու, ինչ մեծ ու փառավոր է, դա մեր կյանքն է, հենց դա է մեր հասանելիքը, դա պետք է լինի մեր նպատակը, հավիտենական, անթառամ, ասենց ասած, անեղծանելի։ Իսկ սա կորչող, ոչնչացող, վերացող ժամանակավոր։ Աստված իմաստուն անի մեզ, աղոթք անենք։